Հարգարժան հիմա կզրուցենք ապրելու երկիր կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ։ Պարոն Առաքելյան, ծանր տեսարաններ ներսում եւ ծանր իրավիճակ է, ձեր վիճակը եւս տեսնում ենք, բայց կխնդրենք ձեր խոսքը ասել Վալոդյա Գրիգորյանի ու կատարվածի մասին։ Մեծ կորուստ է բոլորիս համար, լավագույն ընկեր ենք կորցրել, մեծ հայրենասեր, թիմակից, նաև առաջին հերթին կորուստ է նաև համայնքի համար, որովհետև այս կարճ ժամանակում Վալոդյան հասցրեց անել ահռելի աշխատանք, սիրվել, հարգվել համայնքի բնակիչների կողմից եւ բոլորի համար մեծ կորուստ, գիտեմ խոսքեր չկան, ծանր է առաջին հերթին իհարկե։ Դեպքի մասով ինչ կասեք, 2 օր անցել արդեն եւ դեռ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ որևէ մեկը հայտնաբերվել կամ ձերբակալվել։ Իրավապահ մարմինների պատասխանատվությունն է երկրի ղեկավարի գլխավորությամբ, որովհետև սպանության պատճառները ինչն են, սպային վարկածներ չեմ ուզի քննարկել, բայց երբ ավտոմատիկ կրակահերթով մարդիկ են սպանվում փողոցում, միանշանակ իրավապահ համակարգի բաց թողումն է, երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ փոխանակ դրանով զբաղվեն, իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղվում եւ այո, արդեն 2 օր է անցել է եւ առնվազն որևէ տեղեկություն չկա կասկածյալների, ձերբակալվածների։ Հույս ունենք, որ մեղավորները կպատժվեն, մենք անելու ենք առավելագույնը, որ հետևողական ենք լինելու առնվազն գոնե հաշվի առնելով, որ իրավապահ համակարգի պատասխանատվությունն է եւ օրենքի շրջանակներից դուրս որևէ լուծում չունի այս հարցը, մեղավորները պետք է բացահայտվեն եւ դատարանին Այս օրերին այս ամեն տակ որոշակի շրջանակների քաղաքական ենթատեքստ են դնում, ինչը բորբոքել էր ԿՊԱ-ականների էմոցիաները, նրանք պնդում են, մեղադրում են, ասում են դուք ոնց որ ուրիշի մահվան հաշվին փորձում եք դիվիդենդ հավաքել, այստեղ որևէ քաղաքական պատվեր չկա։ Քիչ առաջ Արմավիրի մարզպետը եկավ եւ սա առավոտյան մեզ ասում էր, որ քաղաքական պատվերը բացառում է։ Դուք քաղաքական ենթատեքստ այս ամենում տեսնում եք։ Նկատել եմ նման ծայրահեղ մոտեցումներ, Վալոդյա Գրիգորյանը առաջին հերթին իմ ընկերն է, մեր ընկերն է եւ մեր համար սա անձնական ողբերգություն է եւ այս պահին որևիցե մոտիվ չենք տեսնում եւ մեր դիրքորոշումը ցույց տանում է, որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը եւ նաեւ խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Ծայրահեղը քաղաքական է նկատի ունեք եւ քաղաքական մոտիվ չեք տեսնում։ Քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց, իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաեւ հիշենք, որ սպանվածներից մյուսը Վալոդյա Գրիգորյանի ընկերը Կարենը ոստիկանության ծառայող այո, ես նույնպես մտերիմ եմ ոստիկանության ծառայող է եւ ոստիկանությունը կարծում եմ նաեւ այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը քիչ առաջ այստեղ են, դուք տեսաք, իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել եւ նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված։ Դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ, շուտ մատների արանքով նայելու մասով ընդհանուր իրավիճակին։ Երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նորից կրկնեմ, առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն, այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել ևս փոքր բնակավայրերում եւ այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բարձր թողի վիճակում է։
Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճ է եւ նաեւ Բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վալոդիա Գրիգորյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բաստողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները էական թերանում են։ Եվ մի բան էլ պարոն Առաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը կապ ունի արդյոք Փետրվարին այս համայնքում նորից տեղի ունեցած կրակոցների եւ էլի ողբերգության հետ։ Այն ժամանակ էլ մարդ զոհվեց։ Մեկը մյուսի շարունակությունը կամ վրեժխնդրություն կարող է լինել։ Վալոդիա Գրիգորյանը եւ իր ընտանիքը որովհետեւ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ, հետեւաբար բացառում եմ, որ այդ դեպքի հետ կապ ունենա, որովհետեւ առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Կարծես քաղաքական խմբային առումով հակառակորդներ են այստեղի այսպես խմբերի բաժանված են այդպես ասենք։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաև հրապարակային դուք եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վալոդիա Գրիգորյանի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով այդ օրն է բարձր տրամադրություն